Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արմլուրեեմի տեղեկությունների համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին տված արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում, խոսքը հետևյալ գրառման մասին է. «Սրբազան գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես»։ Օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ-ում հնչեցրած ձևակերպումների վերաբերյալ էլ վարչապետ Փաշինյանի պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «վեր ընկիր տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պատվալները, սպառնալիքներն ու կրկնվող համբալ անարգալից կոչականը։ Համաձայն օրենսդրության առավելագույնը 3 ամսում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությունը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին գրավոր պարզաբանումներ ստանալու։ Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին, դժվար չէ կանխատեսել։ Նրանք կամ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող է պահանջել պատիժ, կամ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար, ընդհուպ ներկայացնելով հրաժարական։ Բավական ռոմանտիկ տրամադրություններ ունի հոդվածագիրը Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ։ Փաշինյանը իհարկե իր այս սանձարձակ վարքագծի համար հրաժարական չի տա, գուցե լինի ձևական ներողություն, եւ այս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունն էլ ըստ էության ձևական է, որտեղ Փաշինյանը այնքան է խախտել այդ էթիկայի սահմանած նորմերը, որ կարծում եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վերանվանվեր Փաշինյանի կողմից էթիկական խախտումները ուսումնասիրող հանձնաժողովի։